երեք իհարկե ադրբեջանական լրատվամիջոցները հղում անելով դիվանագիտական իրենց աղբյուրներին տեղեկացրեցին, որ Ադրբեջանի նախագահը այնուամենայնիվ չի մասնակցելու Հայաստանում նախատեսված եվրոպական գագաթնաժողովին եւ տարբեր պատճառաբանություններ էին բերել։ Հայաստանի իշխանությունը փորձում է ամեն կերպ, կարելի ասել, այսպես այս խաղաղության գործընթացի ֆոնի վրա հրավերներ ուղարկել, նաև Էրդողանին էին, ինչպես հիշում եք, Փաշինյանը հրավիրել է, ինչու է մերժում Ալիևը, եւ ինչ պահանջներ ունի, որ պետք է դատարկ։ Ես նախ ուզում եմ մենք առիթը օգտագործենք եւ ես մի մեկնաբանություն կա, որը որ սպասում է ես հարցեր տայք եւ այդ մեկնաբանությունը անեի, գիտեք, որ 3 ավարտվեց Հայաստանում Եվրանեստը եւ իմ գործընկերոջ հետ հանդիպման ժամանակում նա խնդրեց ինձ, որպեսզի ես փոխանցեմ, եթե նման պատե առիթ կլինի, որ իրանք Հայաստանի Հանրապետություն գալու հետ կապված որևիցե խնդիր չունեն եւ Եվրանեստ այս անցկացված միջոցառման իրանց չմասնակցելը պայմանավորված է զուտ այդ կազմակերպության հետ հարաբերություններով եւ իրենք որևիցե խնդիր չեն տեսնում մեր համագործակցության եւ փոխադարձ այցերի հետ կապված եւ ես նաեւ խոսել եմ այդ ընթացքում որ մենք ակնկալում ենք բոլոր նախագահների մասնակցությունը, դուք առանձնացնում եք Ադրբեջանի, Թուրքիայի, մեր անմիջական հարևանների մասնակցությունը, ես կարծում եմ, որ նախ տեղին չի առանձնացնել մեր հարևանների մասով, որովհետև իրանք մեր հարևաններն են, եթե ով մասնակցի, մեր հարևանները պետք է մասնակցեն, մենք այնուամենայնիվ ակնկալում ենք, որ բոլոր այն երկրները, որոնք որ մասնակցել են մշտապես, հնարավորություն կգտնեն Հայաստանի Հանրապետությունը այցելել այդ կարևորագույն միջոցառման ժամանակ։ Ես չեմ կարծում, որ այդտեղ պետք է տեսնել այլ տրամաբանություն, որովհետև ակնհայտ է, որ նման բան լինելու պարագայում Ադրբեջանի նախագահը կամ կասեր կամ պաշտոնական որևիցե բան կլիներ։ Այսինքն իրենք ինչ են ուզում սահմանադրության փոխանակություն, որտեղ ով ասեց դա։ Ով ասեց, եթե իմ գործընկերն ինձ ասում է, մենք գիտես, մենք Եվրանեստին չենք մասնակցում, որովհետև եւ կազմակերպությունների այդ կազմակերպության հետ եւ տարբեր խնդիր կա, բայց մենք մեծ սիրով կմասնակցենք, ուրեմն պատրաստ եղեք, հարգելի լրագրողներ, հարգելի ժողովուրդ։ Ադրբեջանական պատվիրակությունները այցելելու են Հայաստան, հայկական պատվիրակությունները այցելելու են Ադրբեջան, իհարկե կան հարցեր, որոնք պետք է քննարկվեն, մասնավորապես մեր գերիների պահվող անձանց մասին հարցը, որը որ մեծագույն պրոբլեմ է, բայց այնուամենայնիվ շփումները շարունակվելու են եւ մենք այդ շփումները խորացնելու ենք եւ երբ որ ես ասում եմ մենք, ես նկատի ունեմ, որ դա նաեւ իմ ընկալմամբ իմ վերջի շփումների հետևանքով իմ ընկալումն է, որ ադրբեջանական կողմը նույն գծի վրա է։ Պարոն Սիմոնյան, բայց պաշտոնական որևէ արձագանք եղել է Թուրքիայից, Ադրբեջանից մասնակցել։ Չէ, դուք հարց տվեցիք, ես ձեզ պատասխանում եմ, որ հրավերը բոլոր երկրներին է, որոնք որ մասնակցել են, մենք ակնկալում ենք այնուամենայնիվ, չեմ համարում, որ սա վերջնական պատասխան է, մենք ակնկալում ենք, որ թե Ադրբեջանի, թե Թուրքիայի նախագահները այդ միջազգային մեծ կոնֆերանսին, որտեղ մասնակցել են բազմաթիվ երկրների ղեկավարներ, ներկա կգտնվեն, մենք էլ ամեն ինչ կանենք, որպեսզի ապահովենք ամեն ինչ, որպեսզի իրանց համար ստեղ կեղծ տպավորություն ըստ լրատվամիջոցի, որը հռում է անում հիմնավորումներին, որով Ալիևը չի գալու Հայաստան, այն է, որ ոնց որ հարաբերությունների դեռ այն մակարդակը չի, որը թույլ է տալիս այս այցը։ Գուցե չեմ բացառում։ Խաղաղության պայմանագիրը դեռ վերջնական։ Չեմ բացառում, բայց ոչ պաշտոնական բան մեկնաբանելը որքանով է ճիշտ։ Հիմա որ գար ասելու եք, ըհը, հիմա էլ Ալիևն է գալիս Երևան, հիմա չի գալի ասում եք, վայ, բայց չի գալի, հիմա ո՞րն է։ անվտանգության խնդիրը։ Չգիտեմ, ես չեմ կարծում, որ նման հարց պետք է բարձրանա, մեր պաշտոնյաները նույնպես այցելել են Ադրբեջան եւ էլի պաշտոնյաներ կան, որոնք Հայաստան են այցելել, վերջերս падգամավորներ եկան Հայաստանի Հանրապետություն, այնուամենայնիվ այդ սառույցը պետք է կոտրել, այդ սառույցը կոտրվում է եւ միջպառլամենտական մակարդակով մենք նաեւ հանձնառու ենք այդ խնդիրը շատ ավելի խնդիրը շատ ավելի արագ լուծենք։ Պարոն Սիմոնյան, դուք Եվրանեստից հիշեցրեցիք եւ հայտարարություններից այստեղ Հայաստանում եվրոպացի պատգամավորները ձեզ մեղադրում էին, որ դուք 20-30 ոստիկան եք ուղարկում մարդկանց ձերբակալում են ազատ խոսքի համար, մեղադրում էին, որ ընդհանրապես հայտարարության համար կալանավորում եք մարդկանց, դա մենք չենք ասում, ընդդիմադիր լրատվամիջոցներ, դա Եվրախորհրդի պատգամավորումն է
ձեզ ասում եւ ասում է այդ վիճակով դուք ինչպես եք որոշում, որ պետք է ԵՄ տեխնատու դառնա։ Ուրեմն ես նախ չգիտեմ ում մասին եք դուք ասում, ես չեմ ասում, չգիտեմ ում մասին եք ասում, ուրախ եմ որ իսպանացի падգամավորը այդպես բան է ասել, ես կարող եմ ձեզ ուրիշ բան ասել, որ այդ միջոցառման ժամանակ ես մասնակցել եմ նիստերից մեկին եւ լսել եմ կատարելապես հակառակ պնդումները, ես մասնավոր շփումներ եմ ունեցել պատվիրակությունների ղեկավարների եւ լսել եմ կատարելապես հակառակը եւ ես կարծում եմ, որ տասնյակ падգամավորներից մեկի կարծիքը վերածել ընդհանրական կարծիքի տեղին չէ, որովհետեւ ես էլ օրինակ շատ կտրուկ եմ արձագանքում են բանին, որ որոշ եվրոպական երկրներում ոստիկանները օրինակ ֆուտբոլային ֆանատներին այնքան են ծեծում, որ իրանք հայտնվում են հիվանդանոցներում։ Խայտարակություն է, որ եվրոպական երկրներում ոստիկանները իրանց թույլ են տալիս ֆուտբոլիստներին սիրող մարդկանց ծեծել, դա անելու բան չի։ Հիմա տեսեք, նրանք էլ չէ։ Դուք ես ձեզ անուն եմ հարցում, դուք ասում եք իսպանացի падգամ, որի անունը նույնիսկ չեք կարողանում ասել։ Սանչես։ Ինձ թվում է ամեն 5-րդ անունը Սանչես է, կարելի է միշտ նմանատիպ ասել։ Ես ձեզ կրկնում եմ, կարևորը նաև անունն է, չէ՞ Ռուզան ջան։ Պետք չի, հարցը դրա մասին չի, իմ ասածը վերաբերում էր նրան, որ տասնյակ падգամավորներ տասնյակ տարբեր կարծիքներ կարող են ունենալ, երբ որ մենք բանաձև ենք անցկացնում կամ որևիցե մի քվեարկություն է տեղի ունենում, օրինակ, չգիտեմ, Ղարաբաղից տեղահանվածների հետ կապված, Հայաստանի հայ ժողովրդի ցեղասպանության հետ կապված, տարբեր բաների, եվրոպական բազմաթիվ падգամավորներ դեմ են քվեարկում դրան, եւ դա նշանակում է, որ դա միասնական կարծիք է, որտեղ միասնական մեկ կարծիք կա, հա մի հոգի կամ 2 հոգի կամ 3 հոգի կամ 5 հոգի կարող են ինչ-որ կարծիք ասել։ Քաղաքականների հորդորով են դեմ քվեարկել հատկապես երեկվա քաղաքական հարցերը հանձնաժողովին։ Չգիտեմ ինչի մասին եք խոսում, բայց ես գիտեմ, որ վերադարձի գերիների անհապաղ ես չգիտեմ ինչի մասին եք խոսում, բայց ինչի մասին եք խոսում, բայց եկեք մի բան հասկանանք, էլի, այդ որ տենց դրոշակ եք սարքել վերադարձի հետ կապված հարցը, ուզում հասկանամ, դուք կամ այդ ով որ տարածում է, որ ասում է ԿՊԱ-ականների հորդորով են դեմ քվեարկել, իրանք պատրաստ են ապահովել այդ մարդկանց հետ վերադարձը, անվտանգությունը, լուրջ եք ասում։ Այդ այնց լոլո մեծ խոսալը աշխատենք միջազգային կառույցներից, հատկապես որ նույն Եվրամիության Եթե աշխատենք, լավ էլ խնդրում եմ, եթե աշխատենք, ասում եմ, կա մարդ, որը որ հիմա կարող է հայտարարի, որ ինքը ապահովում է հայ մարդու բանը վերադարձը Ղարաբաղի որևիցե բնակավայր։ Կա տենց մարդ, այդպես մեծ խոսալով չի, կենացներ ասելով չի։ Բնական է, որ ինչ որ ժամանակ անց, այո, ինչ որ մարդիկ Երբ որ հարաբերությունները կնորմալանան, կարող են գնալ միգուցե իրանց տներում ապրեն, եթե այդ հնարավորությունը լինի, իհարկե դա, բայց այսօր խոսալ էդի ինչ կենաց, ուզում հասկանամ ում ենք մենք բանանում ձեռք առնում, էլի լուրջ, այսինքն հիմա Ղարաբաղի բնակիչներ կան, մարդիկ կան, ուզում են այդքան Հայաստանի իշխանությունը ասում է, չէ, մի գնացեք, մենք դեմ ենք։ Հիմա չէ, ինչ որ դեպքում ինչպես եղավ։ Լսեք, գազայի, ուրեմն տեսեք, այ շատ լավ օրինակ բերեցիք։ Միջազգային հանրությունը հավաքվեց ու Գազայում հիմա ցեղասպանություն է տեղի ունենում։ Այս շատ լավ օրինակ բերեցիք։ Այն ինչ որ, այո, ամեն օր, ամեն Աստծո օր։ Ուրեմն այն ինչ որ դուք բերեցիք օրինակ, ամենալավագույն օրինակն է։ Ուրեմն այն մեծ խոսացող մարդիկ, քաղաքական գործիչները, իբր մեկնաբաններ, ով ինտերնետին մուտք ունի, համարում որ ինքը մեկնաբան է քաղաքական, որ մեծ խոսում են, ասենք մենք կարող ենք երկրորդ Գազան դառնայինք։ Երկրորդ Գազան, այդ ինչ պետք է անեն այդ, ոնց էր այդ իսպանացու անունը։ Սանչեսը կամ որևիցե մեկը, պետք է մի հատ բանից Մադրիդի կենտրոնից հայտարարություն աներ։ Նաչո Սանչես Ամորեն։ Պետք է մի հատ հայտարարություն աներ, կդնեին բան կանեին, Գազայի կվերածեին մեր տարածքը, թող ստից իրանց հայտարարությունները անեին։ Շատ դժգոհ եմ, չենք վերադառնում, որտեղ ես չեմ ավարտել իմ խոսքը։ Շատ դժգոհ եմ այդ հաճախակի մեր, որ մտածում ասում ենք, հեսա մենք աշխարհի կենտրոնն ենք, հայի աչերը, մեր ծիրանը, մեր ջերմուկը եւ այլն, ժողովուրդ թարգեք, դուրս եկեք։
դուրս եկեք։ Լսեք, դրանից հետո եղել են ռմբակոծություններ, դրանից հետո մարդիկ են մահացել։ Դուք դրանից տեղյակ չեք։ Գիտեն, տեղյակ եմ։ Բայց ի՞նչ նախնդիր է։ Երբ Վաշինգտոնում Թրամփի նախագահությամբ մի հատ զուգահեռներ անցկացրու, Հայաստան Ադրբեջան խաղաղության գործընթացի մասին է։ Ճիշտ ես ասում, պետք է հրաժարվեինք, ճիշտ ես ասում, պետք է ճիշտ է հրաժարվել, լավ էլի խնդրում եմ։ Ուրեմն իրավիճակները տարբեր են։ Տրամպը, Պուտինը, Մերցը, Անգլիայի թագավորը, ով ուզում է լինի, պատմության մեջ բազմաթիվ տենց դեպքեր կան։ Կարող են լինել երաշխավոր եւ կարող է այո վերսկսվել պատերազմներ։ Դրա համար գոյություն ունեն այդ վկայի կարգավիճակը, այդ երաշխավորի կարգավիճակը, այդ խոսակցությունը, բայց երբևիցե որևիցե մեկին, որևիցե ձևով դա չի ապահովագրել, բայց դա չի նշանակում, որ մենք դա պետքա չանենք։ Դա չի նշանակում, որ մենք պետքա դա չանենք։ Այսինքն այդ հարցը տալը բացարձակ տեղին չէ, Կարինե ջան, կներես, բայց տեղին չի այդ հարցը։ Համեմատություն արեցիք, ես էլ նույն ձևով համեմատում։ Հա, բայց քո համեմատությունը չի նշանակում, որ մենք ինչի՞, թող վերջացնեմ։ Այդ համեմատությունը չի նշանակում, որ մենք այդ հնարավորությունը պետքա չօգտագործենք։ Երբ որ դու ամրագոտին մեքենայի մեջ գցում ես, դա ամենևին չի նշանակում, որ եթե վթարի ենթարկվես, դու ողջ կմնաս, բայց դա հնարավորությունը քչացնում է։ Մենք ամրագոտին գցել ենք եւ շարունակել ենք տարբեր ամրագոտիներ գցել Հայաստանի Հանրապետության անվտանգության համար։ Գալասել, բայց անվտանգ բան ամրագոտին գցել ես, բայց մեր հարևանը ամրագոտիով մահացավ, լուրջ խոսակցություն, ոչ։ Վերադառնալով նախկին հարցին, պարոն Սիմոնյան, դուք փաստորեն շարունակում եք պնդել, որ Հայաստանում ընդդիմադիր խոսքը չի լրացվում, ընդդիմադիր падգամավորները ասում են 40 քաղբանտարկյալ։ Հարգելիս, ո՞րն է ընդդիմադիր խոսքը, թուրք դավաճան հողատուն, կասեք ինչի մասին են խոսում մեր ընդդիմադիրները, վերջի, մի րոպե, եկեղեցին արդեն դարավ ընդդիմություն, շատ լավ, օրինակ եք բերում, կվերադառնամ, պատասխանեմ ու կգամ, հա, տեղ չգնաս։ Հայաստանի Հանրապետություն քաղաքական ընդդիմախոսություն չկա, քաղաքական ընդդիմախոսներ չկան, կան մարդիկ, ովքեր որ վիրավորանքներ են հնչեցնում, որևիցե բան չեն առաջարկում։ Խնդրում եմ ասեք, ինչ առաջարկներ են արել վերջի ժամանակահատվածում, որոնք քաղաքական նշանակություն ունեն, խաղաղության հետ կապված, չգիտեմ, պետության ապագայի հետ կապված, բացի Ռուսաստանի եւ Բելարուսի կազմում հայտնվելու մասին մեր ընդդիմադիր գործընկերները ինչ քաղաքականություն են իրանք առաջարկում Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին։ Ո՞րն է այդ քաղաքական ընդդիմադիր խոսքը։ Իսկ ինչ վերաբերում է այն մարդկանց, ովքեր որ բանտերում են, ասեմ ավելին, մենք ուշացրել ենք դա։ Մենք ուշացրել ենք, երբ որ երկաթե մանդատ արտահայտություն ասում ենք, ժողովուրդը մեզ մեղադրում էր եւ դուք մեզ նաեւ հարց եք տալի, ասում եք, բա ուր է երկաթե մանդատը, խիչի գործում երկաթե մանդատը, այսինքն այն մարդիկ, ովքեր որ հանցագործություն են անում, հետո տեխնացություն են դնում, պետք է այնուամենայնիվ չպատժվեն։ Այսինքն նոր թափ եք հաղորդելու կալանավորումներին։ Ուրեմն նախ ես չէ, որ ես նոր թափ չեմ հաղորդում, ես քաղաքական գործի չեմ, բայց ես ասում եմ, որ երկաթե մանդատը սկսել է գործել, մուրճը գործում է, գործելու է ու հերթով իջնելու է տարբեր հանցագործ տարերի, սաքուլիկների, վարդանիկների, ես երբ եմ ասել, որ վարդանիկի տեղը բանտում ասենք, 5 ամիս առաջ եմ ես դա ասել, կամ եթե ես չասեի, դուք չգիտեիք, որ այդ մարդը տարբեր տեսակի բաների մեջ բանարածը փոխկապված, ուզում հասկանամ, հիմա վերադառնանք Ռուզանի հարցին, եկեղեցում ինչ էին արել, մի հատ նորից կասես, այո, եկեղեցում չի կարելի բղավել, որտեվ դա Աստծո տունն է, ես այո, ծափ տալ կարելի է, մեծարել կարելի է, Աստծուն, ուրեմն կրկնում եմ, եկեղեցում բղավել չի կարելի, եկեղեցին վերածել քաղաքական միտինգի չի կարելի, այն բանը, որ քաղաքական գործիչները գնում են եկեղեցի, դա նորմալ է, բայց որ եկեղեցում դու սկսում ես քաղաքական բան, տենց բղավեցին, դրա համար եկեղեցին այսօր ոչ թե եկեղեցին, այլ եկեղեցու որոշ մարդիկ դարել են ոչինչով չտարբերվող, ասենք չգիտեմ, ինչ մարդ կուսակցության տրամաբանության մեջ գտնվող մարդն է։ Այս իրակի մասնակցելու եք այսինքն այդպես պետք է հանեն քաղաքացուն, որը լավ, ենթադրենք ձեր ասածով առաջորդենք չէր կարելի գողալ։ Պետք է մարդուն բռնեին, բերանը ուժեղ փակեին ու շպրտեին։ Ինչ ասում բռնեին, բերանը ուժեղ փակեին, թույլ փակեին։ Կադրեր տեսել եք, այդ մարդը արդեն չէր կարողանում շնչեր։ Դուք կողքը կանգնած եք, զգում եք, որ ինքը դժվար է շնչում։ Ռուզաննա ջան, ուրեմն
Այն պարագայում, երբ որ այդքան հազարավոր մարդիկ են կամ հարյուրավոր մարդիկ են կամ 50 մարդ է հավաքված, այդ իրավիճակում հիմա ասել մի քիչ բերանը նենց փագեիք, որ շրթունքները բան չեն, լավ, խնդրում եմ, էլի, եկեք լուրջ բաներից խոսանք։ Հիմա ուզում հասկանամ, քաղաքական խոսակցության, ես ասում եմ քաղաքական խոսույթ չունի ընդդիմությունը, դու այդտեղից ինձ ընդհատում ես, ասում ես, ոչ, եկա, տենց բան ու սկսում ես, ուրեմն այլախոհություն, Ռոզաննա ջան, դու այլախոհության, Կարինեն այլախոհության եւ մնացած բոլոր այլախոհության ամենավառ ապացույցներն եք։ Այսինքն դուք այլ կարծիք արտահայտելու համար դուք երբևիցե խնդիր ունեցել եք։ Դա լավ չի խոսում ձեր մասին, դա լավ չի խոսում։ Ես օրինակ ունեցել եմ այդ խնդիրները, որտեղ երբ որ ես հրապարակային գործունեությամբ եմ զբաղվել, իմ նկատմամբ, իմ եղբոր նկատմամբ այն ժամանակ եղել է հետապնդում, եղել են ճնշումներ։ Ես զարմանում եմ, որ Սերժի եւ Ռոբերտ Քոչարյանի ժամանակ ձեր մոտ դա չի եղել, դա նշանակում է, որ ինչ-որ համահունչ եզր եք գտել։ Մարդկա եղել է։ Պարոն Սիմոնյան, խաղաղության պայմանագրի ստորագրման համար ինչ պետք է հիմա արվի։ Ցանկություն է պետք եւ կամք է պետք ադրբեջանական կողմից եւ կարծում եմ, որ այդ ցանկությունը եւ կամքը մոտ ենք մենք դրան եւ շատ հնարավոր է նախապայմանը հաղթահարելու համար։ Դե խոսում ենք, քննարկում ենք։ Դե այդ նախապայման չի, որ դուք ասում եք նախապայման, ես կարող եմ ասել, որ դա անհանգստություն է։ Այսինքն դուք այդ ձևակերպումը չեք տալիս, բայց իրականում այն ինչի մասին դուք խոսում եք, դա ադրբեջանական կողմի չեմ ուզում կտրուկ բաներ ասեմ անհանգստությունն է, հա, որովհետև իրանք անհանգստանում են։ Ինչի համար են իրանք դա ուզում։ Իրանք դա ուզում են նրա համար, որպեսզի այսպես ասած թղթերով ամեն ինչ ճիշտ լինի, թղթերով ամեն ինչ բան լինի, ֆիքսված լինի, որտեվ կյանք է, կարող ամեն բան լինի, որպեսզի ապահովագրեն, որ վաղը մյուս օրը նոր պատերազմի առիթ չի լինի, որը իրականում լավ ցանկություն է, այլ հարց է, որ մենք մեր կողմը համարում է, որ այտենց հարց մեծ հաշվով բարձրացնելը տեղին չի եւ այդ հարցը լուծված է։ Ինչը չենք անելու։ Այդ իրենց անհանգստությունները չեք փարատելու։ Լսեք, մենք ակնհայտ է, թե մեզ, թե ադրբեջանական գործընկերներին, թե աշխարհին, թե ելույթներին, որոնք որտեղ հնչում էին, որ Հայաստանը ամեն ինչ արել է, իր ուժերից էլ նույնիսկ վեր արել է, որպես տարածաշրջանում խաղաղություն լինի, եւ տարածաշրջանում խաղաղություն այնուամենայնիվ փխրուն, բայց հաստատվել է այդ խաղաղությունը։ Եվ հիմա մենք պետք է շարունակենք, ինչպես ասվում է, անհանգստությունը, որ ունեն սահմանադրության մասով իշխանությունը Շոկ ջան, մենք ամեն ինչ արել ենք եւ ամեն ինչ անելու ենք, որ խաղաղությունը վերջնական պայմանագրի ձևով լինի, բայց դրանից էլ ավել հողի վրա խաղաղություն լինի, որտեղ մենք Վրաստանի հետ օրինակ խաղաղության պայմանագիր չունենք, բայց մենք խաղաղության մեջ ենք իրանց հետ, չէ՞։ Պետք է այդ հարցը մեզ ժամանակապետ, որ Ղարաբաղի բնակիչները ինչ որ պայի, ինչ որ մարդ, որ ուզենա վերադառնա այնտեղ, որ մենք տեսակ անհավանական բան է, գրեթե 2 տարի է մենք իրար վրա այլևս չենք կրակում։ Սենց բան անկախությունից ի վեր չի եղել, հասկանում եք, ժամանակապետ, խնդրում եմ դա հասկացեք։ Շնորհակալություն։ Սիմոնյան, ձեր անվտանգության աշխատողները աշխատանքային օրերին ստեղի անվտանգություն են ապահովում շաբաթ-կիրակի Ստեփան Ասատրյանի անվտանգությունը։ Ո՞վ է Ստեփան Ասատրյանը։ Տեր Արամ Ես իմ աշխատակիցներից ինչ գործ ունեմ ուզում հասկանալ։ Սա ինձ Չէ, ճիշտ հարց չեք տալիս։ Ճիշտ չեք տալիս։ Ձեզ այդ շուտ մեկը դա գնա։ Ինձ սպասարկող մարդիկ չեն մասնակցում։ Հարգես պետական, ես չգիտեմ ինչի մասին եք խոսում։ Չգիտեմ ինչի մասին եք խոսում։ Քաղաքացիական պաշտոններով Երևի ամենայն հավանականությամբ նկատել եք, այնտեղ էլի պաշտոնյաներ կային պաշտոնյաներ այնտեղ։ Կային շաբաթ-կիրակի ուրիշի անվտանգություն։ Այսինքն ես որ շաբաթ-կիրակի քայլում եմ, իմ հետ անվտանգության աշխատակիցներ չկան։ Արի sense մի բան պայմանանք, երբ որ հարց ենք տալիս, իմանանք ինչի մասին ենք հարցնում։ Դու չգիտես ինչի մասին ես խոսում։ Եթե ես հիմա գնամ պատարագի, եթե վաղը ես գնամ պատարագի, իմ սպասարկող տղաները իմ հետ գալու են, ճիշտ հազարբան։ Պետական պահպան, վարչապետը այնտեղ ա եղել, հետը պետական պահպանության աշխատակիցներն են եղել, ճիշտ նոր բանա տեղյակ չէիք, որ վարչապետին պետական պահպանության ծառայություն։ Ոչ, պետական Ռեփսիմե ջան, կճշտես կգաս ստեղ եմ, հա։ Հենց ստեղ իրականացնող ամբողջ ՊՊՑ-ն դա ՊՊՑ է։ Այսինքն ինքը մի մարմին է։ Դու որտեղ հարց ես տալիս, հետո կարողանում ես ինչ որտեղ հարցազրույց անես։ Հա։
շարժակ ձեզ են կարող։ Դե իրանք էլ են շարժական քո տրամադրության։ Ազատ ժամանակ շատ ունեք, դիջերությամբ եք սկսել զբաղվել։ Չեմ սկսել զբաղվել, իմ ընկերների համար եմ նվագում, ինչն է խնդիրը։ Չէ։ Գիշերները կարծում եմ մնում էր գիշերները ստեղ լինեի կամ գիշերները ձեզ հարցազրույց տայի։ Էլ ինչ հարցեր կան։ Շնորհակալություն։